Ողջունում եմ բոլորին։ Փարիզ Երևան չվերթին դեռ 3.5 ժամ կա։ Մեր հայրենակիցները հայերը սկսում են կամաց հավաքվել։ Ուրիշ բանի մասին ուզեցի խոսեմ, քանի որ Հայաստան ենք մեկնում։ Հայաստանցիները շատ են սիրում դրսում ապրող հայերին ասել՝ մի խառնվեք մեր գործերին։ Մի կողմից ասենք դեմ չեն, որ դրսից ապրող հայերը փող են ուղարկում, օգնություն են տալիս եւ այլ, ֆինանսական աջակցություն են տալիս, չնայած կառավարական, ասենք, մակարդակով այդքան էլ դրան գոհ չեն, ասենք, որ հայերը կան ներդնումներ անեն, իրենց փորձը գիտելիքներով մասնակցեն Հայաստանի տնտեսության ուժեղացմանը, շատ վերջերս ասեցի Նիկոլը դրա մասին խոսացել է, բայց ինձ ստի բան է։ Միշտ չեն ուզում, որ ինչ-որ դրսից խելոք լավ մասնագետներ, հայ մասնագետներ կան, որովհետև հայի համար ամենակարևորը փողն է, իրանց գործին խփող չլինի։ Ու հայաստանցիները էլ, երբ որ մեկ բան քննադատում ես, մի վատ բան քննադատում ես, մի անգամից սկսում են հայոյել, տակը գրել, արա դե հերիքա, մի խոսացեք մեր երկրից, ես հիշում եմ վերջին անգամ որ Հայաստանում էի, թե դրանից առաջ էր, երևի 4 տարի առաջ, թե 5 տարի առաջ, թե 2 տարի առաջվա այդ այցելության ժամանակ, փողոցում շատ բացասական բաներ տեսնում, որ նկարում էի, իմ մոտիկ ընկերոջ եղբայրը ինչ-որ բաներ էլի գրել է, որ տեղադրել էի Facebook-ում, ինչա գալիս եք մեր երկիրը, բասից արդեն մեր իրանց դա մերը չէ, էլ արդեն դարավ մենակ իրանցը, ինչ-որ վատ բաներ է գնում, առանց գիտակցելու, որ դետել նորից այն մեր իմ հին տեսաժապավենները որ նայեք, հասկանաք, նույն թեման է, էլի, հայի տգիտությունն է։ Մի քիչ էլ ժեխություն է, էլի, որ չեն հասկանում, որ քննադատությունը միշտ ամենալավ բանն է։ Անդիմություն պետք է լինի խորհրդարանում, որ քննադատի գործող իշխանությանը, որ նրան պահի սանձերը ձգած պահի եւ ստապ վիճակում պահի։ Ծնողը պետք է իր երեխային միշտ քննադատես դու քո երեխային։ Այդ դա դասիրակության մի ձև է նույնպես, որ երեխան իր շրջանակի մեջ մնա, ռուսերեն ասում են իր ռամկի մեջ ու իմանա, որ եթե հայրը ասեց, մայրը ասեց, քննադատեցին այս հարցում, սա սխալ է, սա պետք է չանել, այսինքն քննադատությունը մանավանդ առողջ քննադատությունը միշտ անհրաժեշտ բան է, բայց ես ինչու է դրա մասին հիշեցի, տասնյակ անգամ տարբեր անմակարդակներ, տխմարներ, առաջ ճանաչելու ես ով եմ, Պողոս ով է, Պետրոս ով է, ինչ անում Հայաստանի համար, ինչ գումարներ է նվիրաբերում, քանի հոգու է օգնում, ում մատից է մի փուշանում, իրան կյանքը որ մեկի վրա 1000 դրամ ծախսած չկան, դու ես երկրի համար ինչ ես արել, բան էլի, մեկ քիչանում պայթես, մի հատ հանես այդ բանը ցույց տաս, ասես հլնա ես ինչեր եմ արել կամ ինչ եմ անում կամ ամսական բանով ում ինչ եմ անում։ Նախ անցյալ անգամ վերջին անգամ որ Հայաստանում ենք, Երևանում ենք 2000 կարծեմ 24 թվականն էր, ինձ համար շատ մի հարազատ իմ մոտիկ ազգականներից, բարեկամներից մեկը ինձ ասեց, էլի այդպես խոսակցության մեջ նկատելով ասենք իմ այս Facebook-յան ակտիվությունը, որ շատ քննադատում եմ հիմնականում միշտ քննադատել եմ գործող իշխանությանը, որովհետև երբեք իշխանության մաս չեմ կազմել, վերջի 40 տարում Հայաստանում չեմ ապրում, չեմ աշխատել այս վերջի իշխանությունների համար, ոչինչ կաշառել են, ոչինչ փող են տվել, ոչինչ որ ամենադեպս խոսալու տեղ ունեմ, խոսացել եմ, ես այդպեսին եղել եմ, դրա համար ես ինձ թույլ եմ տալիս քննադատել, խոսել, ինձ այդ իմ հարազատը, իմ մոտիկը ասեց դե գնացել ես, իմիջիալոց հարազատ եղբայրս էլ նույն բանը մի օր ասեց, գրելով իհարկե, ինչա գնացել ես, գնա քո համար ընկել ես, գնացել ես, լավ երկրում ապրում ես, քո համար ապրում ես, գնան ինչ եք, նստել եք, խոսում եք, քննադատում եք, բանցեցես, բաներ խոսացին ու նորից վերադառնալով, որ տկարամիտները հայաստանցի շատ-շատերն են, որ մի խառնվեք մեր գործերի, նորից ինչ եք արել, դուք իրավունք չունեք խոսալու, բայց փող տալուց կարելի է եւ այլ։ Հիմա այդ հարցն եմ ուզում էլ, ասենք, բարձրաձայն դրա մասին խոսել։ Իհարկե 2 տարի է պատրաստում եմ հիմա, քանի որ արդեն ժամեր հետո կլինեմ Երևանում, ուզում եմ նորից դրա մասին խոսել։ Իսկ մենք դրսում ապրող հայերս, որոնք ինչ-ինչ պայմաններով լքել են, գնացել ենք արտասահմանում ապրելու։ Մարդկա վատ կյանքից է գնացել, մարդկա
նորմալ կյանքից է գնացել, մարդկա շատ լավ կյանքից է գնացել, ամեն մարդ իրավունք ունի ապրելու այնտեղ, որտեղ ուզում է։ Դա սուտի բան է, ինչ որ հայրենասիրություն, պիտի անպայման Հայաստանում ապրել, ոչ, Հայաստանին կարելի է սիրել ապրելով լուսնի վրա, հարցը դա չի, բայց մենք իրավունք ունենք դրսում ապրող հայերը ցավալու Հայաստանի համար, խոսալու, քննադատելու, կամ եթե ունենք, եթե չունենք, իսկ ինչու չունենք։ Ու հայաստանցիները երբ որ ասում են ինչ է կարել եւ այլ, ասենք, էլի, գնացել եք, մի խոսացեք, բան, ձեր գործը չի, սենց, էլի, մի քննադատեք, մի ցույց տվեք, այս փողոցը քանդած է, այս շենքը ինչ որ ուռոտ շենք են սարքել, այդտեղ հրշեջ մեքենան չի կարել, դա մեր քաղաքն է, սենց ինչ որ սենց հիմար բաների վրա։ Բայց ես ավելի կոնկրետ ասեմ, էլի, 2024 թվականին մենք ընտանիքով եղել ենք Երևանում, չեմ հիշում, երևի ես ինչպես մնացի 1 ամիս, ընտանիքս, կինս երեխաներս մնացին 2 ամիս, ես որպես ընտանիքի հայր իմ ամենահամեստ հաշվարկներով Հայաստանում ծախսեցի ավելի քան երևի մի 12 կամ 14 հազար ամերիկյան դոլար։ Գումարը ծախսել ենք, մի մեծ գումար տվել ենք ատամնաբուժին, ատամների վերանորոգման բուժման կարիք ունենք, հուսամ ատամնաբուժարանը հարկեր ամուծել դրանից պետությանը, որովհետև հարկ վճարողները լինեն Հայաստանում թե Միացյալ Նահանգներում խուսափում են հարկերը լրի վճարելուց, ամեն բան անում են, որպեսզի քիչ հարկ վճարեն։ Հիմա հուսանք այդ ատամնաբուժարանը, որտեղ մենք մեր բուժումն ենք արել ատամների, գոնե ասենք ինչ որ պետք է հարկ վճարեն, դրա մի մասը վճարել են պետությանը որպես հարկ։ Երևի գործու չասեմ 1 ամիս, որ մնացել ենք Հայաստանում, ես մոտարապես ասեմ, դուք հաշվեք, օրական 4-5 անգամ օգտվել ենք Yandex տաքսի ծառայությունից։ Դա գումար է։ Դա արդեն 100%-անոց գումար է, որ մենք վճարում ենք տաքսին, ծառայությանը, Yandex-ը գումար է աշխատում, վարորդը գումար է աշխատում, պետությունը գումար է աշխատում։ Գումար ենք ծախսել մթերքներ գնելով խանութում, սուպերմարկետում, կտրոններ տվել են միշտ վերցրել ենք, այսինքն այդտեղից էլ հար գնացել։ Ռեստորաններում, սրճարաններում, ինչ որ թատրոն ենք մի 2 անգամ հաճախել, մի 2 անգամ համերգ ենք հաճախել, երեխաների համար ինչ որ զվարճանքի կենտրոն ա եղել, ինչ որ այդ բաներ, ատրակցիոններ են, եսին որտեղ մի հատ թանգանոց բան են կառուցել, կարող է իմանաք, ես չգիտեմ որ կողմերներ են, Բանգլադեշի բանի կողմերը ինչ որ շատերը անունը չեմ հիշում, գիտեք, Տոմսն էլ երևի մի սարսափելի գումար Տոմսն է, դա ամեն մարդ չի կարող իրան թույլ տա երեխաներին տանի այնտեղ, ջրաշխարհ եւ այլ, այսինքն համարյա 14000 դոլարի չափ երևի ընդհանուր գումար է ծախսել Պողոսյանների ընտանիքը, որոշ գումար էլ 14000-ի սահմաններում ինչ որ փոքրիկ նվիրատվություններ են կարել, ասենք մի ազգականի $200, մի ազգականի $100, մի ազգականի $500, դե մայրս այնտեղ ապրում, մորս կարող է մի քիչ ավելի շատ եւ այլ, 14000 դոլար, ամերիկյան դոլար, մի այցելությամբ իմ ընտանիքը թողել է Հայաստանում։ Հիմա մենք ժամերի ընթացքում մեկնում ենք նորից Հայաստան, երևի մի այդքան նորից կծախսենք, ես մի ամիսից եմ հետ գալու, ընտանիքս 2 ամիս հետո, երևի մի այդքան գումար նորից կծախսենք։ Միացյալ Նահանգներում 14000 գումար աշխատել, հետ գցելը, այդքան էլ հեշտ բան չէ, էլի կարող է Հայաստանում ոմանց համար շատ հեշտ բան է, մեր Լոս Անջելեսյան հայության համար էլ այն ովքեր խարդախությունների մեջ են շատ հեշտ բան է, բայց այս աստեղ մարդիկ կան նստած են, ձեր բարեկամներից էլ հարցրեք, աշխատող մարդու համար, իր քրտնիկով փող աշխատողի համար 14000 դոլար հետ գցելը, որ բերեն Հայաստանում ծախսեն, կամ թեկուզ 10000 կամ թեկուզ 5000, դա այդքան հեշտ բան չի։ Դե հիմա ինձ ասեք, 14000 ամերիկյան դոլար Հայաստանում ծախսած մարդը թողել է Հայաստանի տնտեսության մեջ, այդ մարդը խոսալու իրավունք ունի, թե չէ։ Քննադատելու իրավունք ունի, թե չէ։ Իրավունք ունի ասելու, որ ժողովուրդ, այս բանը որ անում եք, դա գիտություն է։ Ժողովուրդ, այդ մեքենան, որ վարում եք առանց ամգագոտի, դա բթամտություն է։ Այդ Yandex-ի վարորդը, որ
ասում է ախպեր ջան, կարաս չքծես այդ ռեմենը մի քցի։ Էդի անգրագիտությունը, էդի տգիտությունը։ Ոնց կարելի է այդպիսի բաների մասին, մայթը որ եկել է հասել է փողոցի մեջտեղը ու մայթ չկա, մարդիկ փողոցի մեջտեղով են անցնում, այս երկու օրը նորից կնկարեմ այդպիսի կադրեր։ Դա տգիտության, դա վատ մենեջմենտի արդյունք է։ Ոնց կարելի է դրա մասին չխոսալ։ Եվ ընդհանրապես իրավունք ունենք խոսալու թե վերջ։ Եվ դա ասում է այնպիսի մի մարդ, եթե դա ասի Սամվել Կարապետյանի կամ Ռուբեն Վարդանյանի պես մարդը, որը միլիոններ է ծախսել իմ համեմատ մի 156,000 անգամ ավելի շատ գումարներ, ներդրումներ ալ է Հայաստանի նվիրատվության, նա ինձ ասի դու խոսալու տեղ չունես, կհասկանամ էլի։ Բայց այն մի հատ ժեղ բոմժական լինի Հայաստանում ապրող կամ լոսում են դորդաշ, մորդաշ, որ հիմա այն Facebook-ը բացեմ ցույց տամ, երևի մի 100 հոգու բլոկ արած ունեն, որտեվ մեկ էլ կմտնեն, դու իմ ազգին ժեղ ես ասում, քո ընտանիքը, քո երեխեքը, դե այդ ժեղ են, դրա համար այդ ոճով են խոսում։ Դա դրանց դուրը չի գալիս, մի խոսացեք։ Դա իրա որ կյանքում էլ ինքը 1000 դրամ մեկի վրա ծախսած, մեկի մատից մի փուշանած չկա, մի հիմնադրամի, մի Պատրեոնի, մի սոված ընտանիքի, ես չգիտեմ, մի զինվորների վերականգնողական կենտրոնի կյանքում 1000 դրամ զոհաբերած, մուծած, բարեգործություն արած չկա։ Ու իմ նման մարկանց էլ դու ինչ ես արել այս երկրի համար։ Այս է իր ամբողջ հարցը։ Ու երբ որ սիրելի հայաստանցիներ են ըմբովում, բացում եք ձեր կեղտոտ գռեհիկ բերանները եւ դիմացինին վիրավորում եք Facebook-ով հիմնականում, համացանցով, YouTube-ով, Facebook-ով, մի հատ ձեզ ոնց են ասում, աչոտ տվեք, էլի, հələ մի հատ ձեզ հայլու մեջ նայեք, տեսեք դուք ով եք, ու անծանոթ մարդու, երբ որ դույով ես դիմում հայոյանքով, թողանակ դիմեք պարոնով եւ տիկինով։ Մի հատ մտածեք, էլի, դուք դրա իրավունք ունեք անծանոթ մարդու հետ խոսալու դույով եւ վիրավորելու։ Դուք չիմանալով թե այդ մարդն ով է, ինչացու է, ինչ է անում Հայաստանի համար, ինչ ցավով ապրում, ինչեր է արել եւ շարունակում անել, եւ դուք ինչ եք անում։ Մենակ ճորո խոսակ, գնաք 5000 դրամ վերցնեք, 30 տարի է բոլոր կդից Քոչարյանից վերցնեք, հետո Սերժ Սարգսյանից, հիմա էլ կամ Ծառուկյանից, կամ բանից, կամ Նիկոլից, դե ընտանիք եք պահում։ Ընտանիք եք պահում, բա որ ժանդամ թե երկիրը վարի չէ։ Այ դուք դրա իրավունքը ունեք, իսկ ուրիշին դիմելու դուք դրա իրավունք ունեք, թե չէ, այս է ամբողջ հարցը։ Այնպես որ ես հարցը տալիս եմ, հարցը հռետորական է, բայց ես պատասխան ունեմ, ես գիտեմ, որ ես դրա իրավունք ունեմ։ Բոլոր այն հայերը, որոնք ապրում են Հայաստանի սահմաններից դուրս, բայց չեն ապրում Լոս Անջելեսյան մեծամասնության պես անտարբեր, այլ ապրում են Հայաստանի ցավով, ուրախությամբ եւ մասնակցում են Հայաստանի տնտեսական կյանքին, քաղաքական կյանքին նույնպես։ Գոնե մի աննշան, մի $100 չափով տարեկան մի անգամ գոնե իրաց երեխեքի բերանից կտրում նվիրաբերում են, այդ բոլորը դրա իրավունք ունեն։ Այնպես որ սիրելի սփյուռքահայեր, այս գործող իշխանությունը տկարամիտների բանակը ամեն բան անում է, որ սեպ խրի սփյուռքի միջև, որտեվ իր շեֆերից այդպիսի հրաման է եկել, որ եկեղեցին սփյուռքը սենց արմատախիլ, հիմա անկլավներ, այն օրն էլ ջերմուկից արդեն խոսում, ջերմուկի մասին մի խոսեք, այսինքն կարող է ջերմուկն էլ տակ, մինչև Գյոլչան էլ տակ, սենց էսա։ Հենց որ նորից եմ կրկնում, արհամարեք այդ տկարամիտներին, եթե դուք սրտացավ եք Հայաստանի նկատմամբ, դուք ձեր երեխաների բերանից թեկուզ $100, ինչպես մեծս Չարլն էր ասում, մի օրական մի սուրճ պակաս խմեք, նվիրաբերեք Հայաստանին։ Ես օրական 10 սուրճի գումար եմ նվիրաբերում Հայաստանին։ Իրավունք ունեք խոսալու։ Խոսացեք, քննադատեք, նշեք, մատնանշեք, կոխեք աչքները, որ ուրիշի ասեղը նշելուց առաջ հայաստանցիները իրաց գերանները տեսնեն։ Ու գուցե մի քիչ մտածեն, մի բան փոփոխվի, մի բան լավացնեն, ոնց որ ասենք, ասեմ ես էլ վերջացնեմ, ասենք այն առաջի տարիները, որ նոր էի գալիս Հայաստան, բոլորին դուքով էի դիմում,
ինչ որ խանութի դռան շեմին ներողություն էի խնդրում, շնորհակալություն էի հայտնում, եթե մեկը դուռը պահում էր, ասենց զարմացած էին նայում կամ հերթի մեջ մեկը գալիս հետևից կսսում էր, ասում էի տիկին մի քիչ ախպերս կամ տիկին ջան, մի քիչ հետ կանգնեք, էլի պետք չի հերթի մեջ sense կաք ինձ հետևից sense գրկեք կամ դիմացինին։ Հիմա արդեն տարիներ անց զգում ես, որ երբ որ մտնում ես խանութ կամ մի բիզնես հարցնում ես բարև ձեզ ինչպես եք կամ իրանք էլ են ասում շնորհակալություն դուք ինչպես եք կամ իրանք էլ են շնորհակալություն հայտնում կամ երբեմն տեսնում ես ներողություն են խնդրում 1000-ից 1, բայց դա արդեն առաջ խաղացում կա։ Իհարկե թեմայից էլ անկապ ամենամեծ առաջ խաղացումը գիտեք որն է։ Թաղման տները, այն որ Մերելին էլ չեք հանում 10-րդ հարկ, 2 օր այդ Մերելին դնում տունը բանից ասա պաղպաղակի գործարանից միասի կոմբինատից սարուց բերում դնում Մերելի վրա 3 օր Մերելին տուն այդ վայրենի այդ բանը որ վերացել է ամենամեծ առաջ խաղացումները երևի դա էր, բայց հիմնականը դա էր քննադատության թեման, իրավունք ունենք թե չունենք, այսքանը։ Ամենայն բարիքներ, կհանդիպենք երևի այսօր արդեն չէ վաղվանից Երևանում, նոր նկարահանումներ, նոր քննադատություններ, նոր մատնանշումներ։ Աստված պահապան ձեր բոլորին, ձեր ընտանիքներին, ձեր երեխաներին։ Գնացինք։